ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթը ՆԱՏՕ-ի անդամ երկրներին հորդորել է մեծացնել ամերիկյան սպառազինության գնումները Ուկրաինայի համար Prioritize Ukraine Requirements List ծրագրի շրջանակում, հաղորդում է Reuters-ը։ Խաղաղությունը ձեռք է բերում ոչ թե բարձր հայտարարություններով կամ սպառնալիքներով, այլ ուժով։ Երբ ունես իրական կարողություններ, նույնիսկ հակառակորդներն են քեզ հարգում, հայտարարել է Հեքսեթը։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը ակնկալում է ավելի շատ պետությունների միանալ նախաձեռնությանը և հատկացնել լրացուցիչ միջոցներ Կիևին ամերիկյան սպառազինություն մատակարարելու համար, որպեսզի պատերազմը հասցվի խաղաղ ավարտի։ Ավելի վաղ Euractiv-ը հաղորդել էր, որ ԵՄ ռազմական աջակցությունը Ուկրաինային զգալիորեն նվազել է 2025 թվականի ամռանը, չնայած PURL ծրագրին։ ՆԱՏՕ-ի միասնությունը փլուզվել է Ռուսաստանի հետ դաշինքի լայնածավալ հակամարտության ռիսկի պատճառով։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ, Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական Դուգլաս Մակգրեգորը։ ՆԱՏՕ-ն միասնական չէ Ռուսաստանի հետ պատերազմելու իր ցանկության մեջ։ ՆԱՏՕ-ի միասնության մասին առասպելը փլուզվում է ճնշման տակ, նշել է նախկին զինվորականը։ Փորձագետի խոսքով եվրոպական շատ պետություններ կհրաժարվեին ավելի լայնածավալ պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի հետ, իսկ նրանց մի մասը՝ Հունգարիան, Սլովակիան և Չեխիան արդեն բացահայտ հայտարարել են այդ մասին։ Միևնույն ժամանակ, նշել է Մակգրեգորը, ուժեղ բանակ ունեցող Լեհաստանը չի ցանկանա ռիսկի դիմել իր արագ զարգացող տնտեսությամբ, իսկ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան արդեն բախվել են ներքին խնդիրների և նույնպես չեն ցանկանում ռազմական հակամարտության մեջ մտնել Մոսկվայի հետ։ Ուկրաինայի դեսպանը ԱՄՆ-ում Սվետլանա Ստեֆանիշինան հայտարարել է, որ Կիևը ստեղծել է նոր ձևաչափ համագործակցություն Սպիտակ տան հետ, որը ներառում է ռազմական և տնտեսական աշխատանքային խմբեր, այս մասին նա հայտնել է Պոլիտիկոյի հետ զրույցում։ Սա բոլորովին նոր ձևաչափ է, ռազմական խմբերը գործում են արդեն 2 շաբաթ, իսկ վարչապետը համագործակցում է ֆինանսական գործընկերների հետ, նշել է Ստեֆանիշինան։ Նրա խոսքով կողմերը կենտրոնացած են ռուսական հարվածներից տուժած էներգետիկ համակարգի վերականգնման ուղղությամբ օգնության ծրագրերի վրա։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուկրաինական պատվիրակությունը, որի կազմում էին նախագահական գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը եւ վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն, հանդիպել է Lockheed Martin ընկերության ներկայացուցիչների հետ քննարկելու սպառազինության եւ մասնավորապես Tomahawk հրթիռների եւ F-16 կործանիչների մատակարարման հարցերը։ Սիրիայի անցումային առաջնորդ Ահմեդ Ալ-Շարան հանդիպում է ունեցել Ռուսաստանում սիրիական Սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումը տեղի ունեցել Մոսկվայի հյուրանոցներից մեկում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Հոկտեմբերի 15-ին Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարան ժամանել է Մոսկվա իր առաջին աշխատանքային այցով, որի ընթացքում նա հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Բանակցությունները տևել են ավելի քան 2.5 ժամ։ Բանակցությունների ընթացքում Պուտինը հայտարարել է, որ Մոսկվայի հարաբերությունները Դամասկոսի հետ միշտ առաջնորդվել են սիրիացի ժողովրդի շահերով։ Նա նշել է նաև, որ Ռուսաստանը երբեք չի կապել Սիրիայի հետ հարաբերությունների զարգացումը որևէ հատուկ շահերի կամ քաղաքական նպատակահարմարության հետ։ Հնդկաստանը, որը անդամ է BRICS միավորման, պատրաստ է 2 անգամ ավելացնել էներգակիրների ներմուծումը ԱՄՆ-ից, եթե Վաշինգտոնը առաջարկի մրցունակ գներ, հայտարարել է երկրի առևտրի փոխնախարար Ռաջեշ Ագրավալը, գրում է ՏԱՍ-ը։ Ըստ պաշտոնյայի Նյու Դելին դիտարկում է ամերիկյան էներգառեսուրսների ներմուծման մեծացումը ներմուծման աղբյուրների դիվերսիֆիկացիայի նպատակով։ Սա նաև կարող է օգնել նվազեցնել առևտրային դեֆիցիտը ԱՄՆ-ի հետ եւ նոր թափ հաղորդել երկկողմ առևտրային բանակցություններին։ Մենք կարող ենք մոտ 12-15 միլիարդ դոլարի չափով ավելացնել գնումները առանց վերամշակման գործարանների փոփոխության։ Հիմնական պայմանը գինը պետք է լինի ողջամիտ, նշել է նա։ Ավելի վաղ Economic Times-ը գրել էր, որ Հնդկաստանի նավթավերամշակող ընկերությունները առաջիկա ամիսներին կշարունակեն մեծացնել ռուսական նավթի ներմուծումը, քանի որ ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չկա։ Աշտանը Վաշինգտոնը մտցրել էր 50%-ային մաքսատուրքեր հնդկական ապրանքների վրա, փորձելով ստիպել Նյու Դելիին դադարեցնել ռուսական նավթի գնումները, սակայն Հնդկաստանը հայտարարել էր, որ իր գործարքները պայմանավորված են միայն գներով եւ շարունակվելու են։ Ռուսաստանը դեռևս սպասում է ամերիկյան կողմից կոնկրետ պատասխանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Դոնալդ Թրամփի վարչակազմն այժմ հասկանում է Ուկրաինայում հակամարտության արմատական պատճառների մեջ խորանալու անհրաժեշտությունը
եւ ձգտում է դա անել։ Մենք շարունակում ենք ակնկալել Ալյասկայի բանակցությունների արդյունքների վերաբերյալ կոնկրետ արձագանք։ Մենք հանձնառու ենք դրանց, ասել է Լավրովը Կոմերսանտ թերթին տված հարցազրույցում։ Գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվել է 30 օրով, նման որոշում է կայացրել հակակոռուպցիոն դատարանը Վահե Դոլմազյանի նախագահությամբ։ Դատարանը հիմնավոր չի համարել Սամվել Կարապետյանին դատախազության կողմից մեղսագրվող փողերի լվացման ու տնտեսական հանցագործությունների մասով մեղադրանքները ու կալանքի երկարացման համար հիմք է ընդունել իբր սահմանադրական կարգի տապալման կոչը։ Նշենք, որ գործարարի մեղադրանքը փոփոխվել էր եւ լրացվել, նրան նաեւ փողերի լվացման մեղադրանք էր առաջադրվել։ Հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություններ իրականացվել, երբ նա հրապարակավ աջակցություն էր հայտնել հայ առաքելական եկեղեցուն։ Կառավարման համակարգը կատարյալ ձախողում է բնապահպանական ոլորտը։ Այս մասին Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է բնապահպանության նախկին նախարար Այսեր Ղազարյանը։ Նա անդրադարձել է օրեր առաջ աղբավայրում տեղի ունեցած հրդեհին եւ դրա վատ հետևանքներին։ Նա նաեւ կարծում է, որ անհրաժեշտություն կա փոխելու աղբավայրի տեղը։ Եթե նայենք օդի աղտոտման մասով, ապա քամու վարդ հասկացողություն կա, այսինքն գրաֆիկ կա, որը ցույց է տալի տարվա ընթացքում քամիները հիմնականում որ ուղղությամբ են փչում, ու տեսնում ենք, որ քամիները հիմնականում փչում են հարավ-արևմտյան, հարավ-արևելյան ռումբաներից դեպի հյուսիսային ուղղություններ, այսինքն դեպի Երևան քաղաքի կենտրոն։ Այսինքն Շենգավիթ Նորարեշից մինչև եթե նայենք անկյունային, մինչև մասիվի այդ հատվածները, այսինքն նայած այդ տվյալ պահին որ ուղղությամբ է 3-4 մետր վարկյան միջին արագությամբ, դա նշանակում է, որ կարճ ասած երևանցիները, ասենք, աղբը թափում են, դա այրվում այնտեղ, այդ այրման գազերը բավականին լուրջ խնդիր են իրենցից ներկայացնում, մասնավորապես PM2.5-ի ֆուրան, թունավոր դիոքսին եւ այդ մյուս գազերը, որոնք քաղցկեղածին են եւ այլ լուրջ հիվանդություններ են առաջացնում, մասնավորապես երեխաների եւ մեծահասակների մոտ, այդ վառված, այսպես գազերը ամեն անգամ քամին որոշակի ժամերին ուղղորդում է դեպի Երևան եւ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը 2 ամսով կալանավորվել է։ Երևան քաղաքի Առաջինատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ բավարարել է քննիչի ներկայացրած միջնորդությունը։ Փաստաբան Երև Սարգսյանի խոսքով դատարանը սահմանափակել է տեսակցությունները Սրբազանի հետ։ Թույլատրվել է միայն մոր հետ տեսակցել։ Նշենք, որ 3 հոկտեմբերի 15-ին քննչական կոմիտեն ձերբակալել էր Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանին։ Մկրտիչ Սրբազանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, այն է ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը եւ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է հավաքանցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 3 կառավարությունում հյուրընկալել էր աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Բելգիայի թագուհի Նորին Մեծություն Մաթիլդային։ Այս մասին տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։ Վարչապետը ողջունել է թագուհու այցը Հայաստան եւ հույս հայտնել, որ նա մեր երկրից կստանա ջերմ տպավորություններ։ Թագուհի Մաթիլդան շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար եւ նշել, որ տպավորված է Հայաստանով։ Նորին Մեծությունը կարևորել է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների պաշտպանությունն ու այդ նպատակով միջոցառումների իրականացումը։ Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման եւ տարածաշրջանում կայունության ապահովմանը միտված ջանքերի շուրջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արժանի է Նոբելյան խաղաղության մրցանակի Մերձավոր Արևելքում իրավիճակը կարգավորելու իր ջանքերի համար։ Լրագրողներին ասել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Փիթր Սիյարտոն։ Թրամփը անկասկած կարժանանար Նոբելյան խաղաղության մրցանակին, քանի որ նա շատ բան է արել ոչ միայն Ուկրաինայում, այլև ամբողջ աշխարհում խաղաղություն հաստատելու համար։ Ես աշխարհում միակ արտաքին գործերի նախարարն էի, ով 5 տարի առաջ մասնակցեց Աբրահամի համաձայնագրերի ստորագրման արարողությանը Վաշինգտոնում։ Այդ համաձայնագրերը առաջին քայլ էին, որոնք իրական հույս էին ներշնչում Մերձավոր Արևելքի ժողովուրդներին խաղաղ եւ անվտանգ կյանքի վերադարձի համար։ Եվ հիմա 3 ձեռք բերված համաձայնագիրը երկրորդ հաջող
քայլն է, նշել է նա։ Սիարտոն հույս է հայտնել, որ տասնամյակներ տևած անհաջող փորձերից հետո այս լուծումը կարող է իսկապես խաղաղություն բերել Մերձավոր Արևելքի տարածաշրջան։ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հրամայել է 3 ամսվա ընթացքում պատրաստել ազգային սահմանադրության առաջին նախագիծը, ըստ նրա հատուկ դեսպանորդ եւ նախկին վարչապետ Մոհամեդ Շտայեհի։ Ես նաև սահմանադրությունը մշակող հանձնաժողովի անդամ եմ, ասել է նա Ժնևում ՄԱԿ-ի կողմից հավատարմագրված լրագրողների ասոցիացիայի համար կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։ Նախագահը մեզ 3 ամիս ժամանակ է տվել Պաղեստինի սահմանադրության առաջին նախագիծն ավարտելու համար։ Հիմա մենք Պաղեստինի ինքնավարությունը կվերածենք Պաղեստինի պետության։ Հոկտեմբերի 13-ին Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում տեղի ունեցավ խաղաղության գագաթնաժողով, որը հրավիրվել էր Գազայի հատվածում հրադադարի եւ այնտեղ պահվող բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակման կապակցությամբ։ Մեծ Բրիտանիան ռազմական մասնագետներ կուղարկի Մոլդովա, տեղի զորքերին անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի մարտավարություն վարժեցնելու համար, ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։ Այնտեղ նշվում է, որ բրիտանացի ռազմական փորձագետները, որոնք մասնագիտանում են անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի գործողություններում, կուղարկվեն Մոլդովա։ Նրանք նաև կօգնեն Մոլդովայի զինված ուժերին վարժեցնել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի մարտավարությունը։ Հոկտեմբերի 8-ին Մոլդովայի կառավարությունը հաստատեց երկրի համար նոր ռազմական ռազմավարություն, որը Ռուսաստանը եւ Մերձ Դնեստրում գտնվող խաղաղապահ ուժերը համարում է սպառնալիք եւ նպատակ է դնում ռազմական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի առնվազն 1%-ի։ Միացյալ Նահանգները կարող է 2026 թվականի աշխարհի առաջնության խաղերը տեղափոխել բարձր հանցագործության մակարդակ ունեցող քաղաքներից։ Սրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը իր արգենտինացի գործընկեր Խավիեր Միլեի հետ հանդիպման ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս։ Հարցին թե արդյոք նա կզրկի Բոստոնին խաղերը հյուրընկալելու իրավունքից հանցագործության պատճառով, նա նշել է. «Մենք կարող ենք զրկել նրանց դրանից։ Ես սիրում եմ Բոստոնի բնակիչներին։ Գիտեմ, որ խաղերի տոմսերը վաճառված են, բայց դուք վատ քաղաքապետ ունեք»։ Պատասխանը այո, եթե ինչ-որ մեկը լավ աշխատանք չի կատարում եւ ես կարծում եմ, որ պայմանները անվտանգ չեն, ես կզանգահարեմ FIFA-ի ղեկավար Ջանին Ինֆանտինյոին, ով ֆենոմենալ մարդ է, եւ կասեմ եկեք սա տեղափոխենք ուրիշ տեղ, եւ նա կանի դա, ասել է նա։ 2026 թվականի աշխարհի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Մեքսիկայում եւ Կանադայում, հունիսի 11-ից հուլիսի 19-ը։ Եվրոպական խորհրդային պետությունը չկարողացավ թուլացնել Ռուսաստանը։ Նման կարծիք է հայտնել ֆին պրոֆեսոր Թոմաս Մալինենը։ Խորհրդային պետությունում ոմանք գուցե մտածում էին, որ Ռուսաստանը կթուլանա, բայց տեղի ունեցավ հակառակը։ Երկիրը հիմա ավելի մարտունակ է, քան երբևէ, ընդգծել է պրոֆեսորը։ Մալինենի կարծիքով եվրոպական երկրները ձախողել են ուկրաինական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր փորձերը, առաջնորդվելով Ռուսաստանի Դաշնությունը թուլացնելու եւ աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի տանելու ցանկությամբ։ Մեծ Բրիտանիան 6 ամսվա ընթացքում Ուկրաինային է մատակարարել ավելի քան 85,000 ռազմական անօդաչու թռչող սարք, արագացնելով ներքին արտադրությունը ըստ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլիի հայտարարության։ Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան մեծացնում է Ուկրաինային ցուսաբերվող աջակցությունը ստորագրելով նոր արդյունաբերական գործընկերություններ եւ վերջին 6 ամիսների ընթացքում մատակարարելով ավելի քան 85,000 անօդաչու թռչող սարք։ Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ երկիրը մշակում է հազարավոր նոր անօդաչու թռչող սարքեր։ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները չորեքշաբթի օրը կայանալիք հանդիպման ժամանակ չեն քննարկի Կիևին հեռահար հարձակողական հրթիռների մատակարարման հարցը։ Հանդիպումից առաջ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Նրան հարցրել են, թե արդյոք նա կարծում է, որ ժամանակն է, որ Ուկրաինան ստանա ավելի մեծ հեռահարության հարձակողական հրթիռներ, այս հարցը այսօր չի քննարկվի, քանի որ դա երկկողմանի հարց է, պատասխանել է նա։ Արագածոտնի թեմից նաև կին աշխատակիցներ են ձերբակալվել։ Այս մասին Քննչական կոմիտեի Բաքում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
Նա նշել է, որ բացի հոգևորականներից ձերբակալվել են նաև առաջնորդարանի հաշվապահը, գլխավոր հաշվապահը, գործավար քարտուղարը, նրանք բոլորը կին են։ Ֆարմանյանի խոսքով Արագածոտնի թեմի հոգևորական տերոշինը նույնպես անհետացել է, տեղի են ունենում քահանաների առևանգումներ։ Հաղորդում ենք ներկայացրել ոստիկանություն նաև մի պին են ահազանգել, որը մեր ահազանգից 5 ժամ անց արձագանքման խումբ ուղարկեց։ Նրանք հետևի մուտքով կարողացել են վերև բարձրանալ, ասել է փաստաբանը։ Արագածոտնի թեմի առաջնորդարանում իրավապահները շարունակում են հատուկ գործողություններ իրականացնել։ Հատուկ տեխնիկա է բերվել առաջնորդարան, որոնց օգնությամբ ԱԱԾ աշխատակիցների վերահսկողությամբ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների ստորաբաժանման աշխատակիցները բացում են առաջնորդարանի հատուկ պահոցները։ Գործարար Սամվել Կարապետյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանը պնդում է, որ իր պաշտպանյալի մեր ձևով գործընթացին մասնակցելու մասին հայտարարությունը չի կարող դիտարկվել իշխանազավթման կոչ։ Նա մասնավորապես նշել է. «Բոլոր մեր հայրենակիցները վստահ են, որ լսել են Սամվել Կարապետյանի հունիսի 7-ի հայտարարությունը։ Ինչ կոչի մասին է խոսքը, մեր ձևով արտահայտությունն է իշխանությունը զավթելու կոչ, թե եկեղեցու կողքին կանգնելը։ Հիմա 2018-ին բազմաթիվ կոչեր են հնչել այն ժամանակ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից, ով փողոցային շարժում սկսած անձի կարգավիճակով էր։ Օրինակ, երբ հնչում էր, որ կամ ես կլինեմ վարչապետ, կամ ՀՀ վարչապետ չի ունենա։ Շատ ավելի նման է իշխանությունը բռնությամբ զավթելու կամ սահմանադրական կարգը տապալելու կոչի, քան եթե քաղաքական գործիչները չհաջողեն, ապա մենք էլ մեր ձևով կմասնակցենք այդ գործընթացին խոսքը», ասել է Վարդևանյանը։ L-Pace Եվրահանձնաժողովը ցանկանում է ստեղծել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի ցանց մինչև 2027 թվականի վերջը։ Եվրահանձնաժողովը ցանկանում է ստեղծել անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի արդյունավետ ցանց, որը լիովին կգործի մինչև 2027 թվականի վերջը։ Նշվում է, որ համակարգը կընդգրկի բոլոր կողմերը, ակնկալվում է, որ Եվրահանձնաժողովը հաջորդ շաբաթ Եվրամիության անդամ պետությունների ղեկավարներին կներկայացնի նախագծի իրականացման ճանապարհային քարտեզը։ Համակարգը նաև հաշվի կառնի Եվրամիության բոլոր սահմանների համար ընդհանուր անվտանգության հարցերը, ինչպիսիք են սահմանային անվտանգությունը, միգրացիայի ռազմականացումը, կարևորագույն ենթակառուցվածքների պաշտպանությունը կամ միջազգային կազմակերպված հանցագործությունը, նշվում է փաստաթղթում։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովը կառաջարկի անապահ միջոցներ Եվրոպայի արևելյան թևում անօդաչու թռչող սարքերի պատ ստեղծելու համար։ Նա նաև նշել է, որ Եվրամիության արձագանքը Եվրամիության օդային տարածք ենթադրյալ ներխուժումներին կլինի վճռական եւ միասնական։ Այլընտրան Գերմանիայի համար կուսակցության падգամավոր Մարկուս Ֆրոնմայերի այցը Ռուսաստան պետական դավաճանություն կհամարվի։ Նման իրավական հետևանքներով սպառնացել է Քրիստոնեա-սոցիալական միության գլխավոր քարտուղար Մարտին Հուբերը։ Նա կուսակցությանը կոչ է արել արգելել падգամավորին մեկնել Ռուսաստան, քանի որ ֆոն Մայերը Կրեմլին կփոխանցի գաղտնի տեղեկատվություն, դրանով իսկ լուրջ վտանգի տակ դնելով Գերմանիայի եւ Եվրոպայի անվտանգությունը։ Ֆոն Մայերը պատասխանել է Հուբերի քննադատությանը հայտարարելով, որ Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի հետ երկխոսությունը բխում է Գերմանիայի շահերից։ Եթե հետևենք իշխող կուսակցությունների տրամաբանությանը, ապա նույնիսկ Դոնալդ Թրամփը պետական դավաճան է միայն այն պատճառով, որ խոսում է Վլադիմիր Պուտինի հետ, նշել է կուսակցության падգամավորը։ Չինաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի, սակայն չի փակում բանակցությունների դուռը։ Այս մասին հայտնել է Վաշինգտոնում ՉԺՀ դեսպանատան մամուլի քարտուղար Լյու Պենյուը։ Նա նշել է, որ առևտրային պատերազմների մասով Պեկինի դիրքորոշումը հետևողական է։ Եթե ծեծկրտուկ լինի, մենք կպայքարենք, եթե բանակցություններ լինեն, դուռը բաց է, պարզաբանել է դիվանագետը։ Գործակալության զրուցակիցը նաև հայտարարել է, որ բանակցությունների պահանջը եւ մաքսատուրքերի միաժամանակյա սպառնալիքները Չինաստանի հետ փոխգործակցության սխալ ճանապարհ են։ Մեկնաբանելով Գազայի հատվածի կարգավորման հարցը, Պենտագոնի քարտուղար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ բոլորը հասկանում են, որ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը խաղաղության նախագահ է, ով աջակցում է նրանց, ովքեր կողմ են Միացյալ Նահանգներին, հույս հայտնելով, որ նմանատիպ օրինաչափություն կարելի է դիտարկել նաև Ուկրաինայի հակամարտության դեպքում։ Աշխարհը տեսավ, որ մեր Թրամփը խաղաղության նախագահ է, որը ձգտում է խաղաղության, աջակցում է նրանց, ովքեր կանգնած են Միացյալ Նահանգների կողքին։ Սա այն է, ինչ մենք տեսանք Գազայի հատվածում։
Սա այն է, ինչ մենք հույս ունենք տեսնել Ուկրաինայում, ասել է Հեքսեթը Բրյուսելում ունեցած ելույթի ժամանակ։ Պենտագոնի քարտուղար Փիթ Հեքսեթն ասել է, որ խաղաղության կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ կա ուժ, այլ կերպ ասած կարողություններ, որոնք թշնամին հարգում է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք մենք սովորել ենք, որ պետք է ակտիվորեն ձգտել խաղաղության ուժի միջոցով։ Խաղաղություն ես ձեռք բերում, երբ ուժեղ ես։ Խոսքը կոշտ խոսքեր օգտագործելու կամ մատ թափ տալու մասին չէ։ Դուք դա ստանում եք, երբ ունեք ուժ եւ իրական կարողություններ, որոնք ձեր հակառակորդը հարգում է, ասել է Հեքսեթը Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակներում։ Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շրջանակներում ԱՄՆ-ի, Թուրքիայի, Եգիպտոսի եւ Կատարի առաջնորդների կողմից ստորագրված փաստաթղթի տեսքի շուրջ բանակցությունները շարունակվել են մինչև վերջին րոպեն, ընդ որում Անկարան պնդում է փոփոխություններ կատարելու վրա, հաղորդում է թուրքական կառավարամետ Hürriyet թերթը։ Երկուշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Աս-Սիսին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը եւ Կատարի էմիր Շեյխ Թամիմ բին Համադ Ալ-Թանին Շարմ էլ-Շեյխում կայացած գագաթնաժողովում ստորագրել են Գազայի հատվածի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ համապարփակ փաստաթուղթ։ Գագաթնաժողովում ընդունվեց մտադրությունների մասին հայտարարություն պարունակող փաստաթուղթ։ Տեքստի շուրջ բանակցությունները շարունակվեցին մինչև վերջին 15 րոպեները։ Ժամը 07:00-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանին տեղեկացվեց, որ տեքստը պատրաստ է։ Լիտվան 30 միլիոն եվրո կհատկացնի Կիևի համար զենքի գնման համար, Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ նախաձեռնության շրջանակներում։ Սրա մասին հայտարարել է Լիտվայի պաշտպանության նախարար Դովիլե Շակալյենեն LRT-ի երկրի ազգային ռադիոկայանի եթերում։ Վարչապետ Ինգա Ռուգինյանեի աջակցության շնորհիվ մենք կկարողանանք Փյուրլ ծրագրի միջոցով 30 միլիոն եվրո հատկացնել Ուկրաինայի համար խիստ անհրաժեշտ զենք գնելու համար, ասել է նա։ Նախարարը նշել է, որ այս գումարը պետք է հատկացվի պաշտպանության նախարարության բյուջեից։ Մենք պետք է վերաբաշխենք առկա միջոցները, հավելել է նա։ Շակալյանեն չի մանրամասնել, թե արդյոք ռազմական գերատեսչությունը ստիպված կլինի վերանայել իր ծրագրերը, հաշվի առնելով, որ իրեն հատկացված 30 միլիոն եվրոն կուղղվի Ուկրաինային։ Աֆղանստանում 15 մարդ է զոհվել, մի քանի տասյակը վիրավորվել Պակիստանի հետ սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով։ France Press գործակալությանը հայտնել է Աֆղանստանի Սփին Բոլդա քաղաքի հասարակայնության հետ կապերի վարչության մամուլի խոսնակ Ալի Մոհամմադ Հակմալը։ Նրա խոսքով բախումներ են տեղի ունեցել Ղանդահար նահանգի Սփին Բոլդա քաղաքի սահմանին։ Հիվանդանոցի աշխատակիցները գործակալությանը հայտնել են նաև, որ կա մոտ 80 վիրավոր, այդ թվում կանայք եւ երեխաներ։ Թալիբանի փոխխոսնակ Համդուլլա Ֆիտրատը հայտնել է 12 մահվան եւ ավելի քան 100 վիրավորների մասին։ Նա հավելել է, որ այսօր հոկտեմբերի 15-ին վաղ առավոտյան պակիստանյան զորքերը կրկին սկսել են հարձակումներ Աֆղանստանի վրա եւ աֆղանական ուժերը ստիպված են եղել հակահարված տալ։ Նրա խոսքով բախումների ժամանակ զոհվել են պակիստանցի զինվորներ։ Նիդերլանդները լրացուցիչ 90 միլիոն եվրո կներդնի Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի մատակարարման մեջ, փորձելով բարելավել ուկրաինական ուժերի իրավիճակը տեղում։ Այս մասին հայտարարել է Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը, ով ժամանել էր ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների պլանային հանդիպմանը։ Մենք մտադիր ենք ընդլայնել անօդաչու թռչող սարքերի մատակարարումը Ուկրաինային եւ այդ կարիքների համար հատկացնում ենք լրացուցիչ 90 միլիոն եվրո, ասել է նա։ Բրեկելմանսը կարծում է, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է օգնեն Կիևի ռեժիմին բարելավել իր ռազմական դիրքերը գետնի վրա։ Նա նաև արտահայտել է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության կարողությունները ամրապնդելու անհրաժեշտությունը, ընդգծելով անօդաչու թռչող սարքերը խոցելու փորձերի անօգուտությունը այնպիսի հրթիռներով, որոնք ավելի թանկ են, քան իրենք անօդաչու սարքերը։ Էստոնիայի պաշտպանության նախարար Հանո Պևկուրը հայտարարել է, որ Էստոնիան 12 միլիոն դոլար կհատկացի Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ նախաձեռնության շրջանակներում, որը ենթադրում է Ուկրաինայի համար ամերիկյան զենքի գնում։ Մենք որոշել ենք միանալ Սկանդինավյան եւ Բալթյան երկրների Փարալ փաթեթին։ Մենք գիտենք, որ 4 փաթեթների շուրջ արդեն համաձայնություն է ձեռք բերվել։ Մենք շատ մոտ ենք հաջորդ փաթեթի լիարժեք ավարտին։ Մեր ներդրումը կկազմի 12 միլիոն դոլար, ասել է Պևկուրը ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման մեկնարկից առաջ։ Նա նաև հույս է հայտնել, որ Սկանդինավյան եւ Բալթյան երկրների Փարալ նախաձեռնության վերաբերյալ նոր փաթեթի շուրջ համաձայնություն կարող է ձեռք բերվել արդեն
հոկտեմբերի 16-ին։ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը տեղեկացրել է, որ այսօր Շենգավիթ վարչական շրջանում աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Տիգրան Գաբրիելյանին։ Հաջողություններ մաղթելով պատասխանատու աշխատանքում կարևորեցի վարչական շրջանների դերը, ի հայտ եկող խնդիրների արագ արձագանքման եւ բնակիչների հետ մշտական կապի ապահովման գործում։ Շնորհակալություն հայտնեցի նաեւ նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին համատեղ արդյունավետ եւ հաջողված աշխատանքի համար, նշել է փոխքաղաքապետը։ Հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության հերթական նիստը, այն վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե ինչ հարցեր են քննարկվել, հայտնի չէ։ Այսօր առավոտյան քննչական մարմինը բնականաբար իրավապահ մարմնի ներկայացուցիչների ուղեկցությամբ խոզարկություններ է կատարել Արագածոտնի թեմի հոգևորականների տներում, Արագածոտնի թեմի առաջնորդարանում եւ աշխարհիկ մի քանի աշխատակիցների բնակարաններում, արգրավել են տարբեր տեսակի փաստաթղթեր, համակարգիչներ, այդ թվում օրինակ մի աշխարհիկ աշխատակցուհը, ընտանիքի անդամների համակարգիչները, հեռախոսները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Նա նշել է, որ քննչական կոմիտեին բերման ենթարկվել 6 հոգևորականներ եւ մի քանի աշխարհիկ աշխատակիցներ, գանձապահ, գործավար, հաշվապահ եւ այլք։ Հիմա Մկրտիչ Սրբազանի տեղը չեն հայտնում, ընդ որում մենք պաշտոնապես դիմել ենք քննչական կոմիտեին եւ Երևանի քննչական վարչությանը, ներկայացրել ենք նաեւ մեր լիազորություններ հաստատող փաստաթղթերը եւ խնդրել ենք իրենց, որպեսզի ապահովեն մեր հանդիպումը Մկրտիչ Սրբազանի հետ, նրա իրավունքները պաշտպանելու նկատառումներից ելնելով։ Այստեղ նաեւ բերման ենթարկվածներին ենք հանդիպել, ասել է Զոհրաբյանը, նշելով, որ ներսում գտնվողները վկայի կարգավիճակ ունեն։ Փաստաբանի կարծիքով այս ողջ գործընթացը հակաեկեղեցական շարժման տրամաբանության մեջ է եւ ճնշում է հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Մեր տեղեկություններով քրեական գործը առնչվում է հավաքներին մասնակցելուն իբրև հարկադրելու Տեր Արամի ցուցմունքի կամ հաղորդման հետ եւ նաեւ որոշակի ֆինանսական հարցերի հետ։ Մանրամասնել է Զոհրաբյանը, հարցին թե Դանիել Օհաննիսյանի հաղորդման հիման վրա են հոգևորականներին բերման ենթարկել, նա դրական պատասխան է տվել։ Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկած Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ շուտով քաղաքում կստեղծի ռազմական վարչակազմ եւ կնշանակի նոր քաղաքապետ։ Օդեսան արժանի է ավելի մեծ պաշտպանության եւ աջակցության։ Դրան կարելի է հասնել ռազմական վարչակազմի միջոցով։ Օդեսայում չափազանց շատ անվտանգության հարցեր երկար ժամանակ անպատասխան են մնացել։ Բոլոր արդյունավետ որոշումները կկայացվեն։ Ես մոտ ապագայում կնշանակեմ ռազմական վարչակազմի ղեկավարին, ասել է Ուկրաինայի առաջնորդը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Սիրիայի առաջնորդ Ահմեդ Ալ-Շարան բանակցություններ կանցկացնել Մոսկվայում։ Սիրիայի նախագահն աշխատանքային այցով Ռուսաստան կժամանի հոկտեմբերի 15-ին, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Կողմերը կքննարկեն Ռուսաստանի եւ Սիրիայի միջև հարաբերությունների ներկայիս զարգացումը, ինչպես նաեւ դրանց հեռանկարները։ Նրանք նախատեսում են քննարկել քաղաքական, առևտրային, տնտեսական եւ մարդասիրական հարցեր։ Նախագահները նաև կքննարկեն Մերձավոր Արևելքում տեղի ունեցած վերջին իրադարձությունները։ Եվրամիությունը քննարկում է չինական ընկերություններին տեխնոլոգիաների փոխանցման հարկադրանքը որպես միության շրջանակներում գործունեությունը շարունակելու պայման, հաղորդում է Bloomberg-ը։ Հղում անելով իր աղբյուրներին գործակալության տվյալներով այս քայլը կբարելավի եվրոպական արդյունաբերության մրցունակությունը։ Հրատարակության աղբյուրները պնդում են, որ միջոցառումները նախատեսվում է կիրառել չինական ընկերությունների նկատմամբ, որոնք ձգտում են մուտք գործել հիմնական թվային եւ արտադրական շուկաներ, ինչպիսիք են ավտոմոբիլային եւ մարդկոսների շուկաները։ Հրատարակության մեջ նշվում է, որ չինական ընկերություններից կարող է պահանջվել օգտագործել Եվրամիության ապրանքների կամ աշխատուժի որոշակի քանակություն, ինչպես նաեւ մեծացնել իրենց արտադրանքի ավելացված արժեքը Եվրամիությունում։ Կարող են նաեւ ստեղծվել Չինաստանի հետ համատեղ ձեռնարկություններ Եվրամիության արդյունաբերության մրցունակությունը բարձրացնելու համար։ Bloomberg-ը պնդում է, որ նոր կանոնները կարող են ուժի մեջ մտնել նոյեմբերին։ Եղանակը առաջիկա օրերին Երևանում հոկտեմբերի 15-ից 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հոկտեմբերի 15-ից 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 15-ին կբարձրանա 5-ից 8 աստիճանով։